Սահմանամերձ Սարի գյուղի փոքրիկները կունենան նորացված մանկապարտեզ, այն ևս կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզների թվում է։ 80-ականների խորհրդային տիպային շենքից միայն դրսի պատերն են մնացել, ամբողջովին կվերափոխվի։ Այս տարեսկզբից սկսված շինարարությունը տանիքից տեղափոխվել է շենքի ներս։ Սկսել ենք տանիքից, տանիքը լրիվ լիովին վերանորոգված է, կապիտալ։ Ներսի աշխատանքները լրիվ քանդել, թափել ենք, ես պատերն էլ դաժե քանդել, հանել ենք իները, նորը պատել։ Գաջ ենք կսել պատերը, ուղղացնում ենք, հարթեցնենք, հետո որ շպակրովկա կհասկա։ Հոսանք, ջեռուցում, ու լրիվ, կապիտալ վերանորոգում է։ Պատուհան, դուռը լրիվ փոխել ենք։ Ստե հինից ոչ մի բան չի մնալու։ Սա 40 տարվա ընթացքում առաջին նման ծավալով նորոգումն է, որը կփոխի ոչ միայն շենքի տեսքը։ 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ հաճախում էր 44 փոքրիկ։ Չնայած ընդարձակ տարածքին անհարմար պայմանները թույլ չէին տալիս ավելին ընդունել։ Վերակառուցումից հետո պատկերը կփոխվի, ասում է գյուղի վարչական ղեկավարը։ Սենյակները կահավորված չէր, վերանորոգված չէր։ Վերանորոգումից հետո արդեն բնակչության աճի հետ համապատասխան արդեն կունենանք այդ ինչքան որ նախատեսված է երեխաների քանակը։ Նախկինում չի եղել ճաշարանը, խոհանոցը, մի փոքր հատվածում ենք խոհանոցը օգտագործում, հիմա արդեն նոր ստանդարտներով համահունչ խոհանոց եւ ճաշարան կունենանք։ Նոր գույքով ապահովված անհանգույցները բոլորովին նոր կառուցվող խոսքով ունենալու ենք ժամանակակից մանկապարտեզ։ Կբարեկարգվի նաև շրջակայքը, բակը եւ մանկապարտեզ տանող ճանապարհը։ Այս ամենը Սարի գյուղի ամենափոքրերին սպասում է օգոստոսին, վստահեցնում են Սարի գյուղցի շինարարները։ Էմմա Վարդանյան, Գայանե Թամամյան եւ Վահե Թամամյան, լուրեր։